Մայրբուհի գիտնականները հակաբիոտիկներին այլընտրանք են առաջարկում, որը կպայքարի դեղերի նկատմամբ կայունություն ձեռք բերած մանրէների դեմ։ Մասնագետները Spirulina platensis ցիանոբակտերիայի սինթեզի արդյունքում ստանում են կանաչ արծաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են հակամանրէային, հակաքաղցկեղային եւ հակաօքսիդանտային հատկություններով։ Ասում են, այս մասնիկների ստացումն էկոլոգիապես մաքուր է, տնտեսապես շահավետ։ Նաև ունեն հակասնկային ակտիվություն, նաև ստուգել ենք նրանց հեմոլիտիկ ակտիվությունը, այսինքն նրանք ունեն տոքսիկ ազդեցություն մարդու կարմիր արյան բջիջների էրիթրոցիտների նկատմամբ եւ պարզվել է, որ ցածր կոնցենտրացիաներում նրանք չունեն հեմոլիտիկ ակտիվություն եւ հետագայում արդեն որպես դեղամիջոց կարող են կիրառվել։ Դեռևս 2023-ին համալսարանականների գիտական այս նախագիծը հաղթել էր 100 գաղափար Հայաստանի համար մրցույթում։ Այս տարի հաղթարշավը շարունակվեց միջազգային հարթակում։ Այս տարի խմբի ղեկավարը, որը երիտասարդ մեր ասպիրանտներից է, ստացավ առաջարկ մասնակցելու արդեն մեկ այլ փուլի, այսպես կոչված միջազգային փուլին, որը պետք է տեղի ունենար Ղազախստանի Աստանա քաղաքում, նվիրված արդեն 100 գաղափար ԱՊՀ երկրների համար եւ նմանատիպ նախագիծ ներկայացվեց, իհարկե նախագիծը վերամշակվեց, եղել է արդեն մրցույթային փուլը, այնտեղ ժյուրիի կազմի առաջ փակ սենյակում ամեն մասնակից մտնում էր, ներկայացնում էր նախագիծը եւ ստանում էր համապատասխան միավորներ։ Գիտական խումբը միջազգային փուլին մասնակցելու համար ընդլայնել էր հետազոտությունների շրջանակը, ներառելով ֆիզիկա-քիմիական վերլուծություն, ավելացվել էին նաև կիրառման ոլորտները՝ առողջապահություն, կոսմետոլոգիա, արդյունաբերություն։ Արդյունքում հայկական Ֆիկոնա նախագիծը գրավեց առաջին հորիզոնականը բժշկություն եւ առողջապահություն անվանակարգում։ Նման հաղթանակները երկրին բերում են ճանաչելիություն եւ իհարկե համապատասխանաբար նշված աշխատանքները կարող են հետաքրքրել նաև այլ երկրների, որտեղ որ մրցույթը տեղի ունեցել, այլ գոլեգաներին եւ նոր համագործակցության սկիզբեր ստեղծվեն։ Սա ես կարծում եմ նաև խոսում է այն մասին, որ մեր կատարված քայլերը առնվազն պետական համալսարանում եւ մեր կենսաբանության ինստիտուտում ուրեմն ինչ որ մի դրական արդյունք տալիս են, չէ՞ որ մենք ունենք օրինակ հաղթանակներ ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես տարբեր ոլորտներում։ Նորարարական գաղափարների ստուգատեսին մասնակցել է 9 երկիր։ Հայաստանից ներկայացված մյուս նախագիծը հաղթել է կրթություն անվանակարգում։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։